Սիրելի աշակերտներ, այս տեսադասով հետևենք, ինչպես է ձին պայքարում անցունակ զինվորի դեմ։ Եվ շատ դեպքերում թե մեկին, թե մյուսին պետք է օգնեն իրենց արքաները։ Նրանք պետք է համագործակցեն։ Զինվորն իհարկե փորձելու է հասնել վերջին հորիզոնական և փոխարկվել թագուհու։ Եվ ձին պետք է սա թույլ չտա։ Հաշվի առնելով, որ ձի ու քայլերը ավելի արագ են, խնդրեմ, ձին հսկեց վերջին հորիզոնականը և այժմ սևերը փոխարկվել չեն կարող։ Իհարկե զինվորին կարող է փորձել օգնության հասնել իր արքան։ Այդ դեպքում սպիտակների ձիուն նույնպես պետք է օգնության հասնի իր արքան։ Տեսեք, արքաները նույնպես համագործակցում են իրար հետ։ Որպեսզի սև արքան չգա և ձիուն չհեռացնի այստեղից, զինվորին ուղարկի փոխարկման, սպիտակ արքան պետք է թույլ չտա, որ սև արքան մոտենա իր ձիուն։ Կիրառելով, մենք սա արդեն գիտենք, ուսով հրում մարտավարական հնարքը, և որքան սև արքան փորձի մոտենալ, սպիտակ արքան պետք է դրան խոչընդոտի։ Ի վերջո, երբ զինվորը շարժվի փոխարկման, ձին կարող է այս ճանապարհը փակել։ Հիշեցնեմ, սպիտակ արքան թույլ չի տալիս, որ սև արքան մոտենա և ձիուն այստեղից հեռացնի, և խաղը կավարտվի ոչ ոքիով։ Իհարկե, այստեղ սպիտակները պետք է ձգտեն ոչ ոքի, քանի որ միայնակ ձին չի կարող մատ հայտարարել սև արքային։ Սպիտակները ամեն դեպքում չեն կարող հաղթել, սակայն սևերի մոտ այդ հնարավորությունը դեռևս կար։ Եվս մեկ օրինակ, սպիտակ զինվորը պատրաստվում է երկու քայլից փոխարկվել, բայց քայլը սևերինն է, և սև ձին կարող է քայլել ցատկել D4, ապա E6 և այստեղից հսկել փոխարկման դաշտը։ Ձի D4, F7, ձի E6, հսկեցինք փոխարկման դաշտը և մեծ սիրով կփոխանակենք ձին զինվորի հետ, քանի որ զինվորը պատրաստ է դառնալ թագուհի։ Խաղը կավարտվի ոչ ոքիով։ Հիմա, իսկ այս դեպքում սպիտակ արքան կարող է փորձել համագործակցել իր զինվորի հետ, մոտենալ ձիուն և նրան փորձել հեռացնել այստեղից։ Նույնը կարող են անել սևերը, արքայով մոտենալ ձիուն և պաշտպանել նրան։ Այսպիսով ձին կարող է լինել արագավազ և թույլ չտա, որ զինվորն անցնի փոխարկման։ Եվ ինչպես նկատեցինք, և ձիուն, և զինվորին աջակցության են գալիս իրենց արքաները։ Ի դեպ, այս նույն մեր օրինակում, երբ ձին հսկում էր փոխարկման դաշտը, և սպիտակ արքան մոտեցավ նրան այստեղից հեռացնելու, մենք կարող ենք ոչ թե արքայով պաշտպանել, այլ կիրառել ձիու մեկ այլ հմտություն՝ կրկնակի հարվածներ։ Մենք նահանջում ենք այնպիսի դաշտ և սպասում զինվորի փոխարկմանը, և զինվորը փոխարկվելուց հետո կիրառում կրկնակի հարված, կամ ձիու պարագայում մենք սա անվանում ենք պատառաքաղ կամ ճանկարք։ Ձի G6 շախ կրկնակի հարվածով, և արքայի նահանջից հետո փոխում ենք ձին թագուհու հետ, նույնպես խաղը կավարտվի ոչ ոքիով։ Եվս մեկ օրինակ, որտեղ ձին կարող է իրեն փոխել նորաստեղծ թագուհու հետ։ Առաջին հերթին մենք գրոհում ենք զինվորը և պատրաստ ենք ձին փոխել զինվորի հետ։ Եթե մրցակցի արքան մոտենա ձիուն այստեղից հեռացնելու, մենք մեծ սիրով կհարվածենք զինվորին, որպեսզի խաղը հասցնենք ոչ ոքիի։ Հիշեցնեմ, որ միայնակ ձիով միևնույն է մենք չենք կարող հաղթել։ Իսկ այն դեպքում, եթե զինվորը անցավ փոխարկման, կարծես թե ոչինչ չի խանգարում։ Ձին կարող է կիրառել կրկնակի հարված։ Շախ և հաջորդ քայլով կվերցնենք թագուհին։ Այստեղ իհարկե մենք կարող ենք զինվորին գրոհել նաև A4 դաշտից։ Սակայն այս դեպքում, երբ զինվորն անցներ փոխարկման, տեսեք, ձին որևէ կերպ չի կարող գրոհել թե արքային, թե թագուհուն։ Ուրեմն հարկավոր է ընտրել ճիշտ ճանապարհը։ Այս պարագայում ճիշտը C4-ով գրոհելն էր, որից հետո մենք կարողանում ենք կիրառել կրկնակի հարված։ Այսպիսով, հաջորդը ինչ կարող է անել ձին, դա կրկնակի հարվածն է, կամ պատառաքաղ, կամ
ճանկարք իրականացնող, այն էլ շախով։ Իմիջիայլոց, որպեսզի ձին չկիրառի կրկնակի հարվածներ, օրինակ այստեղ եթե զինվորը շարժվեց A3 փոխարկման, ձին կրկնակի հարվածով իրեն կփոխի զինվորի հետ և խաղը կավարտվի ոչ ոքիով։ Իսկ սևերը այստեղ ուզում են հաղթել փոխարկվելով թագուհի։ Այդ պատճառով սևերը կարող են փորձել կանխարգելել ձիու առաջխաղացում։ Այստեղ արքա B3 քայլով դա հնարավոր է։ Եվ այստեղ կա օրինաչափություն, տեսեք հիմա ձին չի կարող մոտենալ, սև արքան նրան կհարվածի և չի կարող կիրառել կրկնակի հարվածներ։ Ցանկացած քայլին սև զինվորը կշտապի առաջ։ Իսկ օրինաչափությունը հետևյալն է, երբ արքան գտնվում է ձիուց անկյունագծի հեռավորության վրա, ինչպես տրամագիր 1-ում, տեսեք նրանց մեջ պետք է լինի ընդամենը 1 վանդակի հեռավորություն, ընդամենը 1 վանդակ։ Այդ դեպքում ձին չի կարող գրոհել արքային։ Հիմա տրամագիր 2-ը, եթե արքան գտնվում է ձիուց ուղիղ գծերի հեռավորության վրա, այս դեպքում արքայի և ձիու միջև պետք է լինի 2 վանդակի հեռավորություն, 2 և հորիզոնական և ուղղաձիգի վրա։ Եվ այս դեպքում նույնպես ձին չի կարող կատարել այնպիսի քայլ, որ գրոհի մրցակցի արքային։ Ուրեմն անկյունագծով տեղակայվելու պարագայում հեռավորությունը ընդամենը 1 վանդակ, իսկ երբ արքան տեղակայված է ձիուց ուղիղ գծերի հեռակայության վրա, այս դեպքում արդեն պետք է նրանց միջև լինի 2 վանդակ։ Եվ այստեղ սև արքան այդպես էլ վարվեց, իրեն տեղակայեց ձիուց ուղիղ գծի վրա և նրանց միջև կար 2 վանդակ։ Այդ պատճառով ձին չկարողացավ նրան գրոհել։ Եվ վերջինը ինչ կարող է անել ձին, մոտենալ զինվորին և պտտվել նրա շուրջ։ Այստեղ ձիցևեց ցատկով մենք հսկում ենք փոխարկման դաշտը, այժմ զինվորը չի կարող փոխարկվել, սակայն նրան կարող է օգնել իր արքան, մոտենալ ձիուն և փորձել նրան այստեղից հեռացնել։ Հիմա մենք պետք է այնպես սկսենք պտտվել զինվորի շուրջ, որ վերջինս չկարողանա փոխարկվել։ Զբաղեցնում ենք փոխարկման դաշտը, զինվորի ճանապարհը։ Այժմ փակ է։ Նորից արքան կարող է շարունակել մոտենալ և հետապնդել մեր ձիուն։ Ձին այստեղ կարող է շարունակել իր պտույտը, օրինակ ձի E6, ձի E6 և շախ և հսկում ենք փոխարկման դաշտը, նորից արքան մոտեցավ, նորից վերադարձանք։ Արքա E7, այստեղ կա 2 ճանապարհ ի դեպ, կարելի է և ձի C6 խաղալ, շարունակելով գրոհել և արքային և փոխարկման դաշտը, և ձի B7 խաղալ, շարունակելով հսկել փոխարկման դաշտը, հիմա թե սպիտակները փոխարկվեցին կհարվածենք։ Եվ այստեղ ձին կարող է հավերժ պտտվել արքայի շուրջ։ Ի դեպ այստեղ եթե արքան մեր ձիուն չի գրոհում, օրինակ կատարում է որևէ այլ քայլ, դա նշանակում է ձիուն մենք թողնում ենք իր դիրքում, տեսեք, ոչ ոք ձիուն չի գրոհում, ձին պետք է հսկի փոխարկման դաշտը։ Հիմա եթե մենք այստեղից որևէ քայլ կատարեցինք, զինվորը կանցնի փոխարկման։ Ուրեմն ձին մնում է իր դիրքում, մրցակցի արքան նրան չի գրոհել, մենք պարզապես կխաղանք մեր արքայով, ահա այսպես, շարունակում ենք պաշտպանել, հսկել փոխարկման դաշտը։ Այստեղ կա բացառություն, երբ զինվորը եզրային է, ձին չի կարող նրա շուրջ պտտվել, քանի որ այստեղ դաշտը վերջանում է։ Այս դեպքում զինվորին պետք է հասնի օգնության արքան, սակայն ինչպես մոտենանք արքայով, այո, ձին հսկում է փոխարկման դաշտը, եթե մենք պարզապես մոտենանք ձիուն, սա ճիշտ քայլ չէ, քանի որ ձին կվերածվի կրկնակի հարվածող ձիու։ Այլ դաշտերը ձին հսկում է, տեսեք D2, D4 դաշտերը ձին թույլ չի տալիս։ Ինչպես մոտենանք, եթե մոտենանք E2-ով,
նույնպես ճիշտ չէ, քանի որ ձին կվերածվի կրկնակի հարվածող ձիու։ Տեսեք, այստեղ պետք է փորձենք այսպես շրջանցել։ Խնդրեմ, արքա E4, ապա D5, C4 եւ փորձել ձիուն հեռացնել։ Հիմա տեսեք, արքա D5, արքան գտնվում է ձիուց անկյունագծի հեռավորության վրա եւ նրանց միջև մեկ վանդակ է։ Սա նշանակում է ձին չի կարող գրոհել արքային։ Գուցե սպիտակները փորձեն մոտենալ արքայով, գրոհեցինք։ Նորից ձիուց անկյունագծի վրա եւ նրանց միջև պետք է լինի մեկ վանդակ։ Մեկ վանդակ անկյունագծի վրա ենք ձիուց։ Եվ այստեղ ձիուն փորձել հեռացնել, զինվորն ուղարկելով թագուհի։ Հիմա վերհիշելով ձիու եւ զինվորի դիմակայությունը, անցնենք վարժություն տետրերի առաջադրանքներին։ Տրամագիր 1-ում հաշվենք քանի քայլ է մնացել զինվորին փոխարկման, 1, 2, 3, 4, ներկեցինք ճիշտ պատասխանը եւ ապա ցույց տանք ինչպես հասնել հաղթանակի։ Տեսեք, ձին գտնվում է եզրագծում, մենք գիտենք, որ նա եզրագծում թույլ է, կարող է քայլել A6, D7 եւ C6, որը սակայն հարվածի տակ է, այսպես։ Հիմա մենք կարող ենք մեր արքայի քայլով ձիուն զրկել եւս մեկ դաշտից, D7 դաշտից, քանի որ D7-ով նա կարող է դուրս գալ եւ այստեղ խնդիրներ առաջացնել։ Ուրեմն, այս տեսքը, հիմա եթե մենք արքայով քայլենք D6, մենք վերցրեցինք եւս մեկ դաշտ, D7, ձիուն մնաց միայն A6 դաշտը։ Իսկ այս դեպքում նախ նկատենք, որ արքա D6 քայլելով մենք հայտնվեցինք ձիուց անկյունագծի վրա եւ մեր միջև ընդամենը մեկ վանդակ է։ Սա նշանակում է ձին չի կարող արքային գրոհել, հարձակվել նրա վրա, հայտարարել շահ։ Սա մեկ, երկրորդը ձիու միակ քայլին, այս պարագայում A6-ն է, հիմա ձին հայտնվեց արքայից մեկ գծի վրա, ուղիղ գծի վրա, հորիզոնականի, եւ այս դեպքում նրանց միջև երկու վանդակ է։ Երկու վանդակ, սա նշանակում է նույնպես ձին հաջորդ քայլով չի կարող հարձակվել արքայի վրա։ Եվ մենք կարող ենք համարձակ զինվորը ուղարկել առաջ։ Խնդրեմ, ձիու հերթական քայլին նորից ձին հայտնվեց անկյունագծի հեռավորության վրա եւ արքայի եւ ձիու միջև մեկ վանդակ է, նորից ձին չի կարող գրոհել։ Այսպիսով զինվորը կանցնի փոխարկման։ Հիմա գրանցենք քայլերը, առաջին արքա D6, մրցակիցը, այո, ձիով չի կարող խոչընդոտել, գուցե մոտենա արքայով, էական չէ, մենք միևնույն է մեր զինվորը շարժվում է փոխարկման։ Ենթադրենք գրենք ձիու քայլը, կարող եք գրել արքայի քայլը եւ այլն։ Ենթադրենք ձի B8 A6 եւ մենք մեր զինվորն ուղարկում ենք վերջին հորիզոնական։ Ինչպես տեսանք, սպիտակ արքան իր հմուտ քայլով աջակցեց զինվորին եւ ապահովեց նրա անխոչնդոտ առաջխաղացումը։ Երևի թե այսպես, ինչպես պատկերված է մեր դասագրքերում։ Տրամագիր 2-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, փորձենք արքայով աջակցել մեր զինվորիկին անցնել փոխարկման։ Այն պարագայում, եթե մենք խաղանք ի սկզբանե զինվորով, ձին կդառնա կրկնակի հարվածող եւ կշահի մեր զինվորը։ Ուրեմն փորձենք ձիուն զրկել այս վտանգավոր B4 դաշտից, նաեւ շարունակելով հսկել C3 դաշտը։ Ձիուն կմնա միայն C1։ Ուրեմն արքա C4, մենք ձիուց երկու դաշտ վերցրեցինք, այժմ նա չի կարող քայլել թե մեկը, թե մյուսը։ Տեղակայվեցինք ձիուց անկյունագծի վրա եւ մեր միջև ընդամենը մեկ վանդակ է։ Սա նշանակում է ձին չի կարող մեզ հայտարարել շահ։ Ուրեմն արքա C4, ձիով այստեղ, տեսեք, ձի C1-ի դեպքում հիմա ուղղաձիգի վրա է եւ մեր միջև երկու վանդակ է։ Նույնպես ձին այստեղ անզոր է։ Գուցե սևերը փորձեն մոտենալ արքայով։ Այս դեպքում մենք արդեն զինվորը կուղարկենք փոխարկման եւ մեզ չի սպառնում ձի B4 քայլը։ Եվ երկու քայլից կանցնենք փոխարկման։ Եվ երրորդ տրամագրում նույնպես խաղում ենք սպիտակներով, փորձենք հաղթել։
Այստեղ շատ հետաքրքիր է, տեսեք, եթե մենք զինվորով շարժվենք փոխարկման, սա ճիշտ քայլ չէր, ճիշտը մեզ մնում է մեկ քայլ, բայց սև արքան մեզ կբռնի։ Այո, սպիտակ արքան կարող է զինվորին պաշտպանել, սակայն սև արքան կզբաղեցնի փոխարկման դաշտը և այստեղից դուրս չի գա։ Հիմա զինվորը չի կարող շարժվել, սևերը այսուհետ կխաղան միայն ձիով։ Մենք ոչ մի կերպ չենք կարող զինվորը անցկացնել վերջին հորիզոնական։ Ուրեմն զինվորով քայլելը ճիշտ չէր։ Փորձենք արքայով մոտենալ և պաշտպանել մեր զինվորին, աջակցել նրա առաջխաղացումը։ Այսպես։ Բայց այս դեպքում ձին է մտնում խաղի մեջ։ Ձի E3 մենք կշտապենք փոխարկման և ձին կդառնա կրկնակի հարվածող։ Իրեն կփոխի մեր զինվորի հետ, ոչ ոքի։ Իսկ ինչպես անենք, այստեղ կա շատ հետաքրքիր շախմատային երկրաչափություն։ Տեսեք, արքան F5 դաշտից կարող է հասնել F7 դաշտ, եթե շարժվի ուղիղ գծով, 2 քայլից։ Եթե շրջանցի F6 դաշտը, ահա այսպես, նույնպես 2 քայլից կհասնի F7, սա շատ հետաքրքիր, զարմանալի օրինաչափություն է շախմատային աշխարհում։ Հիմա փորձենք շրջանցել, ոչ թե F6-ով շարժվենք դեպի F7, այլ G6-ով։ Այստեղ ճիշտ ընտրելն էր կապույտ ճանապարհը։ Հիմա կտեսնենք ինչու։ Արքա G6, նորից ձին փորձելու է E3-ով խոչընդոտել մեր զինվորի առաջխաղացումը, սակայն զինվորը անցնում է փոխարկման։ E7 և այժմ ձին չի կարող կրկնակի հարվածող լինել։ Տեսեք, այստեղ արքան F6-ում չէ, ինչպես նախորդ օրինակում, և այս քայլից հետո զինվորը պարզապես կփոխարկվի։ Ուրեմն, մենք տեսանք, այստեղ պետք է մի քանի քայլ առաջ հաշվել։ Սա է հենց շախմատի ամբողջ առավելությունը, հաշվել մի քանի քայլ առաջ։ F6-ի դեպքում ձին մեզ կարողանում էր կրկնակի հարվածել, իսկ արքա G6-ի դեպքում այլևս ձին չի հասցնում։ Իհարկե կարող է արքան մոտենալ, գրոհել զինվորին և փոխարկման դաշտը, բայց այս դեպքում չէ որ մենք էլ ունենք արքա։ Տեսեք, այստեղ արքաները մտան խաղի մեջ։ Արքա F7, պաշտպանեցինք զինվորին և հսկեցինք փոխարկման դաշտը։ Նորից ձին չի կարող այստեղ գրոհել և արքային, և զինվորին, կարող է գրոհել զինվորին, բայց հերթը սպիտակներին է և թագուհի։ Հիմա գրանցենք, փաստորեն առաջին քայլը արքա G6, սա շատ ուժեղ քայլ է։ Ձի E3, իմիջիայլոց, եթե արքան փորձի մոտենալ մեր զինվորին, նույնը անում ենք մենք, մոտենում ենք և զինվորին, պաշտպանում և ահա այսպիսի սատարման դաշտը, ամբողջ զինվորի ճանապարհը հարթելով դեպի առաջ։ Ենթադրենք ձի E3, զինվորը շարժվում է առաջ, ձին այլևս չի կարող նրան գրոհել, չի հասցնի, իսկ եթե մոտենա արքան, արքա C6D7, նույնը անում են սպիտակները, արքա G6 F7 և այսպիսի հաղթանակ։ Շարունակում ենք, դաս 24, տրամագիր 1։ Նախ նշենք, որ սպիտակներն այստեղ ունեն առավելություն ձին զինվորի դեմ, նյութական առավելություն։ Եվ տարբերությունը 2 միավոր, այո, ձին 3 է, զինվորը 1, բայց նույնիսկ այս առավելության դեպքում սպիտակները երազում են խաղը ավարտել ոչ ոքիով։ Կրկնվենք, քանի որ միայնակ թեթև ֆիգուրը չի կարող մատ հայտարարել մրցակցի հակառակորդին, իսկ զինվորը կարող է փոխարկումից հետո դառնալով թագուհի։ Այս առումով փորձենք խաղը հասցնել ոչ ոքի սպիտակների կողմից։ Ուրեմն հարկավոր է հսկել F1 դաշտը, բայց տեսեք ձին որքան է հեռու, և որպեսզի մոտենալ F1 դաշտին, կարելի է դա անել շախով։ Եթե մենք շախ հայտարարենք F5 դաշտից, արքան կարող է նահանջել F3 և թույլ չտա, որ ձին մոտենա G3 կամ E3 և այստեղից հսկի փոխարկման դաշտը կամ G3-ից։ Տեսեք, թույլ չի տա, արքան
ամեն դեպքում կհարվածի։ Այդ պատճառով ձիծ է 4 շաղ, արքա 2 և ձի D2 և հսկում ենք F1 դաշտը։ Այս դեպքում սպիտակների արքան և ձին թույլ չտվեցին, որ սև զինվորը փոխարկվի, տեսեք նա հուզված է։ Տրամագիր 2-ում արդեն սևերով ենք խաղում և այժմ արդեն սևերն են երազում խաղը հասցնել ոչ ոքի։ Այստեղ արքան բավականին հեռու է և չի հասցնի խոչընդոտի սպիտակ զինվորի առաջխաղացմանը, հատկապես նրա արքայի ներկայությամբ։ Փորձենք ձիով, և ձիով կարելի է գրոհել զինվորին և F5 դաշտից և H5 դաշտից։ Նորից մտածենք, որ ճանապարհն է ճիշտ։ Կանաչ թե կապույտ։ Այս պարագայում, եթե F5-ից գրոհենք, զինվորը կփոխարկվի և մենք ոչինչ չենք կարող անենք։ Տեսեք, ձին հայտնվեց արքայի հետ անկյունագծի վրա և նրանց միջև մեկ վանդակ է։ Ձին չի կարող կրկնակի հարվածել։ Իսկ H5 դաշտից նորից մենք գրոհեցինք զինվորին, եթե նա չշարժվի, մենք նրան կհարվածենք, իսկ եթե վերջինս փոխարկվի, ձին կարող է դառնալ կրկնակի հարվածող։ Այսպիսով մենք գնանք կապույտ ճանապարհով։ Առաջին քայլ դրեցինք բազմակետ, որպեսզի ցույց տանք, որ խաղում ենք սևերով, և ձի H5, ահա այս քայլը։ Սպիտակները երկրորդ քայլով հավանաբար կփոխարկվեն, այլապես մենք կվերցնեինք զինվորը, և ձի F6 կրկնակի հարվածով և շախով։ Եվ վերջին երրորդ տրամադրում նույնպես խաղում ենք սևերով, նշենք այդ հանգամանքը։ Հիմա տեսնենք ինչպես կարող ենք հասցնել ոչ ոքով։ Ձին չի կարող այստեղից դուրս գալ, ամեն դեպքում սպիտակ արքան նրան կհարվածի և զինվորը կուղարկի փոխարկման։ Ձիով չենք կարող խաղալ, փորձենք մոտենալ արքայով, արքա 6, կարծես թե մենք ձիուն չպաշտպանեցինք, սակայն հսկեցինք F7 դաշտը և հաջորդ քայլով ձին կարող է քայլել F7 և այստեղից թույլ չտա սպիտակ զինվորի փոխարկումը։ Այդ պատճառով սպիտակները ստիպված են վերցնել մեր ձին։ Նորից, եթե չվերցնեն, ձին կքայլի F7 և այստեղից չի թողի, որ սպիտակ զինվորը փոխարկվի։ Սպիտակները ստիպված են վերցնել ձին, արքա G7-ը վերցնում է H8, և որպեսզի արքան այստեղից դուրս չգա և հավերժ փակի իր զինվորի ճանապարհը, մենք խաղում ենք արքա F7։ Այսպիսով փակեցինք սպիտակ արքային անկյունում։ Հիմա քայլը սպիտակներինն է, սակայն նրանք չեն կարող խաղալ։ Այսինքն շախմատային լեզվով պատ, նշանակում է ոչ ոքի։